145,000 քաղաքացի արդեն լրացրել է եկամուտների հայտարարագիրը, վերջին օրերին այս թիվն էականորեն աճել է, ընդգծում է ֆինանսների փոխնախարարը։ Արման Պողոսյանը հայտարարագրման գործընթացն արդյունավետ է գնահատում։ Շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ։ Մեզանից ավելի լավ մեկնարկային պայմաններում գտնվող երկրները այս համակարգերը դնում են ամբողջությամբ 8-ից 10 տարում։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել եւ բարելավվել է, այն առավել հասանելի դարձնելով քաղաքացիների համար։ Հայտարարատուները կամովին հայտարարել են, բոլորը միասին վերցրած, որ 51 միլիարդ դրամ մի քիչ ավել հարկվող եկամուտ են ստացել։ 51 միլիարդ դրամ, որից պետք է հարկ հաշվարկվի հիմնականում 10%։ Տպավորիչ է։ Օրենսդրական վերջին փոփոխություններով ներդրվել է եկամուտների հայտարարագրի ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Հարկային մարմինը կնախալրացնի հայտարարագիրը իր տեղեկատվական բազայում ունեցած տվյալների հիման վրա, ինքնաշխատ լրացվելու են աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները։ Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Համակարգը շարունակ բարելավում է, ընդգծում է ԲԵԿ նախագահի տեղակալը։ Հաջորդ տարիներին համակարգը լինելու է շատ ավելի ինտուիտիվ, շատ ավելի թափանցիկ, ավելի պարզ, նոր ֆունկցիոնալ ենք մտածել տարբեր տեսակի ընդհանուր միջև օրինակ գաղափարներ կար, թե մարդը որոշակի համասություններով տեսնի, թե իր վճարած հարկերը որ ուղղություններով են ծախսվում բյուջեի տեսանկյունից։ Գաղափար կար, օրինակ հարցում անեն, թե որ ուղղությամբ իրենք ուզեն ծախսել։ Առաջիկայում նախատեսվում է ներդնել լիազորի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա հայտարարատու ֆիզիկական անձին լիազորել այլ քաղաքացու իր անունից ներկայացնելու հայտարարագիր, հավելում է Ռաֆայել Գևորգյանը։ Եթե ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր եւ վճարել եք եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել մինչեւ 100,000 դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Վերջնաժամկետը չի խանգարում։ 24 թվականի համար նույնիսկ ոչ միայն 25-ի, այլ 26-ի ընթացքում կարող եք դիմել եւ օգտվել ձեր սոցիալական ծախսից։ Փոխհատուցում ստանալու հնարավորությունը հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք մուտք կգործեն համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ կհաստատեն իրենց հայտարարագիրը։ Փոփոխություններով նաեւ հստակ սահմանվել է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Ծնողներ, երեխաները, քույր եղբայրները, ամուսինները եւ կառավարության գործընկերները վերջում են ավելացեցին տատիկ-պապիկներից թողնիկներին կատարվող փոխանցումները։ Այս բոլորը հայտարարագրման ենթակա չեն, եթե դրանք հարկվող եկամուտներ չեն։ Եթե անձանց միջև եղել է գումարի շարժ, փոխանցում եւ կողմերը որպես նվիրատու, մյուս կողմը որպես նվիրառու դա համարում են նվիրատվություն, անկախ նրանից, նույնիսկ անկախ նրանից հեռախոսի մոբայլ application-ով, banking-ով գրվել է նվիրատվություն թե ոչ, անձնական փոխանցում թե ոչ, անգամ եթե ոչինչ չի գրվել, եթե տվողը եւ ստացողը դա համարում են նվիրատվություն, որևէ երրորդ կողմ, այդ թվում ԲԵԿ-ը, ֆինանսների նախարարությունը, չգիտեմ, ցանկացած որևէ երրորդ կողմ չի կարող վիճարկել այդ փոխանցման բնույթը։ ԲԵԿ-ի ներկայացուցիչը պարզաբանում է, թե որ դեպքում է Հայաստանում եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին համարվում հայտարարատու։ Հայտարարագրման համակարգը վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ովքեր միաժամանակ Հայաստանի ռեզիդենտ են, հետևաբար հայտարարատու հանդիսանում են։ Հանվել է հայտարարագիր չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ Այն քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, սակայն մուտք չեն գործել համակարգ, պատասխանատվության չեն ենթարկվի։ Ֆրիր Մկրտչյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։